Սիրելի եկեղեցի, սկսում ենք նոր քարոզաշարժ Սուրբ Ծննդյան տոնին ընթառաջ եւ առաջի քարոզաշարքի պատգամը քարոզը պիտի լինի հետեւյալը ժամանակն է։ Այո, խոսելու ենք այս ընթացքում ժամանակի մասին եւ այսօր խոսելու ենք փրկության ընդունելի ժամանակը։ Երբ որ խոսում ենք փրկության մասին, չգիտեմ ինչի շատ հաճախ մարդիկ միայն սա ֆիզիկական երևույթով են նկատում։ Եթե փրկություն, ապա ֆիզիկական փրկության մասին, ֆիզիկական կյանքի մասին, երբեմն երբ որ մարդիկ խոսում են օրհնության մասին, միայն անդրադառնում են նյութական օրհնության մասին, ֆիզիկական եւ մտային խաղաղության ու հանդարտության մասին, բայց երբ որ գալիս ենք դեպի Աստծո կենթանի խոսքը, մենք տեսնում ենք, որ Աստված ֆիզիկականից եւ նյութականից այն կողմ շատ կարևոր բան ունի մեզ ասելու սիրելիներ եւ պատգամի հատվածը որ վերցված է Եսայա մարգարեություն 49-րդ գլուխ 7-ից 13 համարներ ովքեր որ ունեն սուրբ գրքեր կարող եք բացել եւ հետեւել կրկին Եսայա մարգարեություն 49-րդ գլուխ 7-ից 13 համարները եւ ասեմ որ մարդիկ շատ հաճախ գտնվելով դժվարությունների մեջ, նեղությունների մեջ, տագնապների մեջ, վշտի ու ցավի մեջ, երբեմն մարդիկ հարց են տալիս Տեր, մինչև երբ է մեզ իրավիճակի մեջ մնալու, ինչ ժամի ես ինձ փրկելու, երբ ես ողորմություն անելու, արդյոք երբ է այն ժամը, որ վերջապես ինձ կփրկես եւ կհանես այս ներկայիս իրավիճակից, եւ հաճախ մտածում ենք, որ Աստված հավանաբար ուշանում է, Աստված հավանաբար չի լսում, կամ անտարբեր է մեր մարդկային տառապանքներին։ Սակայն մեկ կարևոր բան, որ Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ ժամերը եւ ժամանակները մերը չեն։ Մենք չենք կարող հասկանալ եւ ընկալել այն ճիշտ փրկության պահը, այն ճիշտ փրկության ժամը, որ Աստված պատրաստել է մեզ համար։ Ուրեմն Եսայա 49-րդ գլուխ 7-ից 13 համարները մեզ հիշեցնում են, որ Աստված երբեք չի ուշանում եւ ամեն բան գտնվում է Աստծո հսկողության եւ իշխանության ներքո։ Ինչպես նաեւ մարդկային ողջ կյանքը, մարդկային ողջ պատմությունը եւ նրա ընթացքը Աստծո իշխանության տակ է գտնվում։ Հաճախ մտածում ենք, որ Աստված ուշանում է մեր աղոթքների ուշացնում է մեր աղոթքների պատասխանը կամ նա անտարբեր է մեր տառապանքներին։ Մեր մարդկային ակնկալմամբ մենք որոշում ենք, թե որ հարցը երբ պիտի լուծվի, սակայն մոռանում ենք մեկ բան, որ Աստված գործում է իր կատարյալ, իր ընդունելի ժամանակում, ոչ շտապելով եւ ոչ էլ ուշանալով։ Եսայա 49-րդ գլուխը մարգարեություն է, որը ցույց է տալիս Աստծո փրկագործական ծրագիրը Մեսիայի միջոցով։ Մինչ այս գլուխները հիմնականում անդրադառնում էին Իսրայելի պատմական դժվարություններին, իսկ այս գլխում 49-րդ գլխում կենտրոնանում է մարդկության հավիտենական փրկության վրա։ Եթե մինչ այս կենտրոնացած է միայն Իսրայելի ներկայիս դժվարությունների վրա, ներկայում եղող խնդիրների վրա, տառապանքի եւ տագնապների վրա, ապա 49-ը գնում է համամարտկային փրկության, հավիտենական կյանքի։ Եսայան Քրիստոսի ծննդից մոտ 400 տարի առաջ մարգարեացավ նրա ծննդյան մասին այն սպասումով, որ կգա Մեսիան ու կազատի իրենց տառապանքից եւ մեղքից։ Աստված սիրելիներ չի շտապում եւ չի ուշանում։ Նա գործում է իր կատարյալ ընդունելի ժամանակին։ Նա ուղարկեց Մեսիային ազատելու, վերականգնելու, առաջնորդելու, հոգատարությամբ պահպանելու իր ժողովրդին եւ տալիս է փրկության, ցնծության բերկրանքը բոլոր նրանց, ովքեր որ հավատքով գալիս են դեպի իրեն։ Առաջի հատվածը սիրելիներ հետևյալն է. Աստված գնում է անարգված ծառայի միջոցով փառավոր գործ կատարելու։ 7-րդ համարը պիտի ընթերցեմ, որտեղ ասում է. այսպես է ասում Տերը,
Իսրայելի փրկիչը, նրա սուրբը, անարգված անձին, ազգերի ատելիին եւ իշխանավորների ծառային, թագավորները կտեսնեն եւ ոտքի կկանգնեն, իշխանները կերկրպագեն Տիրոջը, որը հավատարիմ է Իսրայելի սրբի համար, որը ընտրել է քեզ։ Աստված ընտրեց իր ծառային, Մեսիային, որը մարդկանց կողմից անարգված, մերժված եւ նույնիսկ իշխանավորների կողմից արհամարված էր։ Այդ անարգված ծառան Տեր Հիսուսը իր խոնարհությամբ ու ծառայությամբ իրականացրեց Աստծո փրկարար ծրագիրը մեզ մեղքից ազատելով։ Նա երկրորդ գալստյան պահին թագավորները եւ իշխանները կխոնարհվեն նրա առջև եւ կճանաչեն, որ նա էր այն ծառան, ում նրանք մերժեցին իրենց կյանքի մեջ։ Հովանու ավետարան 10-րդ գլուխ Հովանու ավետարան առաջի գլուխ 10-ից 13 համարներն ասում է. նա աշխարհի մեջ էր եւ աշխարհը նրանով արարվեց, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ Սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան եւ հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու, նրանք չծնվեցին արյունից, ոչ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց։ Նկարագրում է մեկ կարևոր բան, որ նա, ով ստեղծել էր երկինքն ու երկիրը, նա աշխարհ է գալիս։ Սակայն աշխարհ գալով Աստծո խոսքն ասում է, որ նրան չընդունեցին, իրենների մոտ գնաց, նրանք մերժեցին եւ շարունակության մեջ ասում է, բայց որոնք որ ընդունեցին, Աստված նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Այստեղ չի ասում Աստված իշխանություն տվեց Աստծո որդիներ կոչվելու, որովհետեւ կարող են կոչվել։ Այո, բոլորը կարող են Տեր Հիսուսի անունը տալ, բայց բոլորը չէ, որ փրկություն ունեն։ Այո, բոլորը կարող են Տեր Հիսուսի կյանքի մասին պատմություններ իմանալ, կամ հոգևոր երգեր երգել, բայց միևնույնն է, բոլորը չէ, ովքեր որ ավետարանի հիմքի վրա կարող են համարվել հոգևոր մարդիկ, հավատացյալ մարդիկ, Քրիստոսին ճանաչող մարդիկ։ Այո, շատերը կարող են գալ, գնալ եւ ցույց տալ արտաքնապես, որ Քրիստոսինն են, սակայն ներքին պարունակությամբ եւ էյությամբ չհամապատասխանել ավետարանի խոսքին։ Եվ Աստծո խոսքն ասում է, սակայն ովքեր նրան ընդունեցին, Աստված իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու, ոչ թե կոչվելու։ Այսօր շատերը կարող են կոչվել, բայց շատերը չէ, ովքեր որ կարող են լինել որպես Աստծո զավակ։ Սուրբ Ծննդի ավետարանում մեզ Սուրբ Ծննդի ավետումը մեզ հիշեցնում է, որ Տեր Հիսուս իր ծնունդով խոնարհությամբ եկավ աշխարհ եւ խաչվեց մեզ համար եւ երկրորդ անգամ նա կգա իր մեծ հաղթական փառքով։ Տեր Հիսուսի օրինակով մենք եւս կոչված ենք ծառայելու, խոնարհ լինելու, համբերությամբ կրելու դժվարությունները եւ վստահելու Աստծո փրկարար շնորհին, որը երևաց Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ ծնունդովը։ Աստված պատրաստում է ընդունելի ճիշտ ժամանակը, երբ կսկսվի փրկության իրականացումը Մեսիայի միջոցով։ Երկրորդ հատվածը 8-ից 12 համարներն են, որ ասում է. այսպես է ասում Տերը, ընդունելի ժամանակին քեզ պատասխանեցի, փրկության օրը քեզ օգնեցի, քեզ պահպանեցի եւ քեզ որպես ուղ դրեցի ժողովրդին, որպեսի վերականգնես երկիրը, որ բաժանես ավերված ժառանգությունները եւ ասես կալանավորներին. դուրս եկեք, իսկ խավարի մեջ եղողներին երևացեք, նրանք պիտի արածեն ճանապարհներին, նրանց համար արոտավայր կլինի բոլոր բլուրների վրա, նրանք քաղց չպիտի զգան ու չպիտի ծարավեն, խորշակը ու արևը չպիտի խփեն նրանց, որովհետև նրանց գթացողը նրանց պիտի առաջնորդի եւ նրանց պիտի տանի ջրի աղբյուրների մոտ։
ընդունելի ժամանակը։ Նշանակում է այն պահը, երբ Աստված բացում է իր փրկարար ծրագիրը, կատարում է իր խոստումները եւ իրականացնում է այն, ինչ մենք չէինք կարող անել մեր մարդկային ուժերով եւ ջանքերով, եւ այն անում է իր որոշած ճիշտ ժամանակին։ Այսօր շատերը մեղքի պատճառով կարող են տառապել, կարող են ստրես ունենալ, կարող են տառապել ոչ միայն, որ իրենց կյանքում մեղք կա, այլ չներված լինելու զգացումից տառապել, որ իրենք ներված չեն։ Եվ այո, նման մարդիկ շատ կան, սիրելիներ, որ տառապում են մինչև հիմա, սակայն մեկ կարևոր բան կա, որ մենք պիտի գիտակցենք, որ մեղքի խնդիրը մենք չենք կարող ֆիզիկապես լուծել դա։ Մենք չենք կարող եւ ի վիճակի չենք այնպես անել, որ հանկարծ մեր գործերից ելնելով մենք ներված լինենք, մենք մեզ ներված զգանք։ Այո, մենք մեզ կարող ենք խաբել, բայց չենք կարող մեր մարդկային քայլերով այնպես անել, որ մենք ներվենք։ Եվ դրա համար Աստված ճիշտ ժամին իր որդուն է ուղարկում մեր մեղքերի թողության համար խաչվելու, չարչարվելու, իր արյունը թափելու, որպեսզի նրա միջոցով հավիտենական կյանք ունենանք։ Այս ժամանակ Աստված ինքն է որոշում իր կամքի, իմաստության եւ հավիտենական նպատակի համաձայն, եւ այդ ժամանակը միշտ ուղիղ է, ճիշտ է, շիտակ է եւ ճիշտ կատարյալ պահն է, որ Աստված գործում է։ Աստված իր որդու Տեր Հիսուս Քրիստոսի գալստությամբ ցույց տվեց, որ ընդունելի ժամանակը արդեն հասել է։ Աստծո ընդունելի ժամանակը այն պահն է, երբ Աստված մարդկանց համար բացում է փրկության դուռը եւ իրականացնում է իր խոստումները, մեզ ազատելով, վերականգնելով եւ առաջնորդելով դեպի իրական լույսը։ Հովանու ավետարան 8-րդ գլուխ 36-րդ համարն ասում է. եթե որդին ձեզ իսկապես եթե որդին ազատի ձեզ, իսկապես ազատ կլինեք։ Եթե որդին ազատի ձեզ, իսկապես ճշմարտապես ազատ կլինեք։ Մենք տեսնում ենք հետևյալը, որ ազատությունը գալիս է ոչ թե մարդկային ջանքերից, այլ գալիս է որդուց, Հիսուս Քրիստոսից։ Եթե նա ձեզ ազատի, իսկապես ազատ կլինեք։ Ինչից ազատելու մասին է խոսում։ Մեղքի կապանքներից ազատելու, մեղքի իշխանությունից ազատելու, մեղքի ճահճից մեզ ազատելու, վերականգնելու մեզ եւ բարձրացնելու։ Մարդկությունը հաճախ փորձում է ազատվել մեղքից, վախից կամ արտաքին ճնշումներից, միայն մարդկային միջոցներից ելնելով, սակայն իրական ազատագրումը գալիս է Տեր Հիսուս Քրիստոսից։ Այլ տեղ չունենք գնալու, սիրելիներ, այլ տեղ չունենք գնալու։ Երբ մենք ընդունում ենք Հիսուսին որպես մեր փրկիչ, նա մեզ տալիս է ազատություն մեղքի կապանքներից։ Նա մեզ բժշկում է եւ նա մեզ նորոգում է ներսից։ Մենք կարող ենք այո ցույց տալ, մարդկանց թվացնել, որ որքան ուրախ ենք, որքան խաղաղ, որքան հաշտ ենք եկեղեցու մեկս մյուսիս հետ, որքան հաշտ ենք կենթանի Աստծո հետ, ցույց տալ, որ իսկապես ես ներված եմ եւ ժպիտ ունենալ մեր դեմքին, սակայն մեր ներսը դեռևս չլուծված խնդիրներ կան, դեռևս չներված իրավիճակներ կան, դեռևս Աստծո հետ անհաշտություն կա։ Այո, մենք կարող ենք այդպես ցույց տալ, բայց իրականությունը լրիվ այլ կարող է լինել։ Դրա համար, սիրելիներ, եկեք անկեղծ լինենք թե ինքներս մեզ հետ եւ թե Աստծո հետ եւ գանք իսկապես ճշմարտապես հաշտվելու նրա հետ։ Ուրեմն, սիրելի եկեղեցի, ուզում եք ազատ լինել մեղքի ստրկացնող կապանքներից, ուզում եք դուրս գալ խավարի շփոթեցնող ծուղակից, ուզում եք ձեր կյանքը ապրել լցված հույսով եւ փրկությունով, վստահությունով եւ քայլել դեպի Աստված, ուզում եք ձեր կյանքում վայելել Աստծո կողմից ներման թեթևությունն ու հանգստությունը, եթե այո,
ապա Տեր Հիսուս Քրիստոսի կարիքը ունեք։ Այս հատվածը մեզ ցույց է տալիս, որ Աստծո փրկարար ծրագիրը սկսվել է Մեսիայի միջոցով եւ ընդունելի ժամանակը, փրկության օրը հասանելի է այսօր մեզ բոլորիս համար։ Երկրորդ Կորինթացիների մեջ ուղված նամակում 6-րդ գլուխ 1-ից 2 համարներն ասում է. մենք գործակիցներ լինելով աղաչում ենք, որ դուք Աստծո շնորհը զուր տեղ ընդունած չլինեք, որովհետև ասում է. ընդունելի ժամանակ քեզ լսեցի եւ փրկության օրը քեզ օգնեցի։ Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը։ Իսկ որն էր խնդիրը, որ Պողոս առաքյալ նշեց այս հատվածի մեջ։ Խնդիրը այն էր, որ կորինթացիներից ոմանք շեղվում էին շնորհի ավետարանից։ Նրանք կամ փորձում էին փրկությունը, ներումը ու սրբացումը կապել օրենքի գործերի հետ, այսինքն օրինապաշտության հետ կապել։ Եթե այսինչ բանը արեցի, ուրեմն լավ է, ուրեմն հոգևոր կերպար է, ուրեմն ինձ ներվեց, քանի որ այսինչ գործողությունը արեցի, սա է օրինապաշտությունը։ Իմ գործերից, քայլերից եւ ինչ որ օրենքներ կիրառելու արդյունքում ես կարող եմ կոչվել արդար մարդ, բարի մարդ, սուրբ մարդ կամ ներված մարդ։ Կամ մեկ այլ խնդիր, ովքեր որ ընկնում են այլ ծայրահեղությունների մեջ, աստվածաբանական այլ շեղված ընթացքի եւ ուղղության մեջ։ Եվ այս պատճառով Պողոս առաքյալը արագ եւ նախանձախնդրության մեջ բերում է անում Եսայա 49:8 համարից ասելով. ընդունելի ժամանակ քեզ լսեցի եւ փրկության օրը քեզ օգնեցի, որը գրվել է մոտավոր 400 տարի առաջ։ Պողոսը շեշտում է, որ Աստծո ընդունելի ժամանակը եկել է եւ դա հիմա է։ Սա է փրկության օրը, որը չի կարելի հետաձգել։ Եսայա 49:11-12 ասում է. իմ բոլոր լեռները ճանապարհ պիտի դարձնեմ եւ իմ պողոտաները պիտի բարձրացվեն, ահա սրանք հեռվից են գալիս, ահա նրանք հյուսիսից եւ արևմուտքից, իսկ մյուսները սինացիների երկրից։ Աստված ճանապարհ է բացում մարդկանց համար այն բոլոր վայրերում, որտեղ որ ճանապարհներ չկա, Աստված ճանապարհներ է բացում դեպի իրեն գալու համար։ Աստված նույնիսկ լեռները ճանապարհ է դարձնում, ցույց տալով իր օրինական իշխանությունը պատմության վրա, ազգերի վրա եւ ամբողջ արարչագործության վրա։ Վերջնական նպատակը այն է, որ Աստված աշխարհի բոլոր կողմից, ազգերից, ցեղերից եւ լեզուներից հավաքի իր զավակներին, հավաքի իր շուրջը։ Հայտնությունում ասում է. սրանից հետո տեսա ահա մի մեծ ամբոխ, որ ինչ ոչ ոք չէր կարող հաշվել, կազմված բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից եւ լեզուներից, որոնք կանգնած էին աթոռի եւ գառան առաջ, սպիտակ զգեստներ հագած, իր արմավենու ճյուղեր իրենց ձեռքին եւ բարձրաձայն աղաղակում էին ու ասում. փրկությունը մեր Աստծունն է, որ նստում է աթոռի վրա եւ գառանը։ Դուռը լայն բացված է բոլորի համար, սակայն բոլորը չէ, սիրելիներ, որ պիտի փրկվեն, այլ բոլոր նրանք, ովքեր որ Քրիստոս Հիսուս կընդունեն իրենց սրտի մեջ, որպես իրենց Տերը եւ Փրկիչը։ Սուրբ ծնունդը Աստծո ընդունելի ժամանակի կատարյալ պահն է, երբ Աստված կատարեց իր խոստումը եւ իր որդուն ուղարկեց աշխարհ խավարի մեջ եղող ժողովրդի համար որպես ճշմարիտ լույս։ Այո, Տեր Հիսուս եկավ աշխարհ, որպեսի մեղքի կապանքների մեջ գտնվող ժողովրդին ազատություն տա եւ կորսված մարդկանց հույս պարգևի։ Նա եկավ վերականգնելու մեր կոտրված սրտերը, նորոգելու հոգևոր ավերակները եւ բացելու ճանապարհ այնտեղ, որտեղ որ մենք միայն փակուղի ենք տեսնում։ Մեսիան եկավ ոչ միայն փրկելու, այլ վերականգնելու մեր վնասված կյանքը, քո մեջ եղած ցավերը, անցյալում եւ ներկայում կատարված սխալները, կոտրված հարաբերությունները եւ հոգնածությունը եւ քո կյանքում եղող ամեն մի վնասված կողմը Տերը եկավ նորոգելու։ Հիշեք,
Սուրբ ծննդյան պատգամը դա քո կյանքի նոր սկզբի, նոր ժամանակի խորհուրդը ունի։ Ուրեմն կարող ես քո կյանքը սկսել նորովի, սկսել Տեր Հիսուս Քրիստոսից։ Եվ ուզում եմ հարցնել, սիրելի եկեղեցի, քո կյանքում ինչ բան կա, որ կուզես Աստված վերականգնի։ Քո կյանքում ինչ վնասված կողմ կա, որ զգում ես Քրիստոսի կարիքը ունես։ Ուրեմն արի Աստծո առջև եւ ասա Տեր, խնդրում եմ, որ նորոգես իմ կյանքը, վերականգնես իմ կյանքը։ Ինչպես հրեշտակները ավետեցին մեծ ուրախություն բոլոր մարդկանց, այնպես էլ դու տարածիր մեղքից ազատության ու փրկության լույսի պատգամը, որը ստացել ես Քրիստոսից։ Մեծ կարևոր գործ ունես անելու Աստծո փառքի համար։ Սուրբ ծնունդը հիշեցնում է, որ Աստված երբեք չի ուշանում։ Նա ունի իր կատարյալ ժամանակը արձագանքելու համար եւ գործելու համար, եւ նա լուրջ չի մեր կյանքում։ Սաղմոս 40, 1-3 համարներն ասում է. «Սպասելով սպասեցի Տիրոջը, եւ նա ինձ նայեց ու լսեց իմ աղաղակը»։ Սաղմոս 2-ում պարզապես չի ասում, որ ես սպասեցի, այլ սպասելով սպասեցի, շատ սպասեցի, երկար սպասեցի։ Սակայն մեր մարդկային հայացքով շատ երկար, սակայն տեսնում ենք մեկ կարևոր բան։ Սաղմոս 2-ն ասում է. «Իմ սպասումի մեջ նա ինձ նայեց եւ իմ աղաղակս լսեց»։ Այսօր կարող է դու էլ ինչ որ սպասումների մեջ ես, բայց մեկ կարևոր բան, որ նա քեզ կնայի եւ կլսի քո ձայնը, քո աղաղակը, եւ Սաղմոս 2-ն շարունակում է. «Ինձ հանեց կորստի հորիցը, տիղմոտ ցեխիցը, ոտքերս վեմի վրա կանգնեցրեց եւ քայլվածքս հաստատուն դարձրեց»։ Այո, մեր կյանքում էլ կլինեն իրավիճակներ, որ նման է կարծես թե ճահճի, ցեխոտ վիճակի, որ կարծես թե ոչ թե ընթացքը ուղիղ է լինում, շիտակ է լինում, հստակ է լինում, արագ է լինում, այլ ընդհակառակը։ Քեզ դանդաղեցնում է, քեզ կանգ առնել է տալիս եւ քաշում է իր մեջ։ Հավանաբար նման զգացողություններ ունեցած կլինես, նման իրավիճակներում եղած գտնված կլինես։ Բայց մեկ կարևոր բան, այն մարդը, որ իր հույսը դրել է Տիրոջ վրա, այն մարդը, որ աղաղակում է Տիրոջը, նրա համար հույս կա։ Թեկուզ եւ հիմա կգտնվես դժվարության մեջ, ճահճոտ իրականության մեջ, բայց մեկ կարևոր բան կա։ Այդ բոլոր դժվարություններն ու այդ վիճակները ժամանակավոր են։ Իմ ու քո համար հույս կա, սիրելի եղբայր եւ քույր։ Եսայա մարգարեության մեջ 16-րդ գլուխ 1-6 համարները ասում է հետեւյալը. «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ ասելով. մարդու որդի, Երուսաղեմին հայտարարիր նրա պիղծ բաները, նրա մեղքերը, ինչի մեջ որ կա, եւ ասա. Տեր Աստված այսպես է ասում Երուսաղեմին», եւ սկսում է պատմել նրա ծագումը։ «Ու ծնունդդ քանանացիների երկրից է, հայրդ ամորհացի է, մայրդ քետացի, իսկ քո ծնունդիդ, քո ծնված օրը պորտդ չկտրվեց, եւ մաքրվելու համար ջրով չլվացվեցիր եւ աղով չշփվեցիր, ու խանձարուրով չփաթաթվեցիր, ոչ մի աչք քեզ չխնայեց, որպեսզի քեզ ողորմելով այս բաներից մեկը աներ քեզ համար, այլ քո ծնված օրը քո անձի նկատմամբ զզվանքով դաշտի երեսին նետվեցիր։ Ես անցա մոտովդ, քեզ տեսա արյանդ մեջ թավալվելիս ու քեզ ասեցի քո արյան մեջ ապրիր, այո, քեզ ասեցի քո արյան մեջ ապրիր»։ Նկարագրում է մեկ իրավիճակ, մեկ անպաշտպան վիճակ։ Նկարագրվում է այս ժողովուրդը որպես մեկ մանուկ, ով որ գծված էր, շպրտված էր դաշտի երեսը։ Եվ հավանաբար շատերն էին անցնում, դառնում, բայց որևէ մեկը հաշվի չէր առնում։ Եվ ասում է պորտդ չկտրվեց, չլվացվեցիր, աղով չշփվեցիր, այսինքն որևէ
կերպ քեզ համար հոգ չտարան, որ դու ապրես, այլ դու դուրս շպրտվեցիր որպես զզվանք մեկը եւ հաճելի չէր որևէ մեկին։ Եվ նկատելի չէր որևէ մեկի համար։ Այո, հնարավոր է, որ մենք էլ մեր կյանքի մեջ նման իրավիճակներում լինենք, որ մարդիկ չուզենան առնչվել մեզ հետ առհասարակ։ Մեզ տեսնեն եւ շրջվեն այլ կողմ գնան։ Հնարավոր է, որ լինի մեր կյանքի մեջ իրավիճակ, որ դժվարությունների ու նեղությունների մեջ ենք, բայց որևէ մեկը չի փորձում մեզ օգնել նման տկար դժվարին իրավիճակի մեջ։ Բայց մեկ կարևոր բան Աստված ասում է. ես անցա մոտովդ եւ տեսա քեզ։ Մինչ այն, որ շատերը կարող են մեր կողքով անցնել եւ չտեսնել մեզ, Աստված ասում է. ես անցա եւ տեսա քեզ։ Եվ ոչ միայն տեսա, այլ նաեւ կարևոր մեկ բան է ասում. ասացի քեզ ապրիր։ Եվ այո, Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը խոսում է հենց սրա մասին, որ նա գալիս է աշխարհ, տեսնելով մեզ մեր մեղքերի ու տկարությունների մեջ եւ մեզ կյանք է պարգևում իր միջոցով։ Եսայա 49:13 համարն ասում է. ցնծա ով երկինք, ուրախացիր ով երկիր եւ ցնծությամբ պորտքացեք ով լեռներ, որովհետեւ Տերը մխիթարել է իր ժողովրդին եւ գթացել է նրա թշվառներին։ Աստծո մխիթարությունը ու ազատարակ գրող շնորհը հայտարարված է Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նա ազատում է մեղքից, որպես հովիվ պահում է մեզ եւ լցնում է մեր սրտերը իր խաղաղությամբ եւ իրենից եկող փրկության ցնծությունով։ Քրիստոսի միջոցով տեսնում ենք Աստծո գթությունը, զորությունը եւ Սուրբ Հոգու միջոցով նրա մշտական ներկայությունը մեր կյանքի ցանկացած իրավիճակի մեջ։ Սուրբ ծնունդը հիշեցում է, որ Քրիստոսի գալուստը մեղքի խավարի մեջ լույս բերող իրական ազատություն է, որը իր հետ բերում է հոգևոր ներքին ցնծություն։ Ուրեմն ցնծա եւ ուրախությամբ վստահիր Աստծուն, որովհետև Տերը այսօր էլ մխիթարում է իր ժողովրդին, քանի որ Քրիստոսի միջոցով մենք ստանում ենք ազատություն, հոգևոր պաշտպանություն եւ խաղաղություն եւ ամփոփելով սիրելիներ, Սուրբ Ծննդյան ավետման մեջ Տեր Հիսուս եկավ ճիշտ ժամանակին, մաքրելով մարդկանց մեղքերից, տալով ազատություն եւ հույս, եւ մենք կոչված ենք վստահել նրա առաջնորդությանը, հնազանդվել նրան եւ փոխանցել այն մխիթարության ցնծությունը, որը ստացել ենք իր գալուստով։ Աստված թող օրհնի մեզ եւ առաջնորդի վստահելու նրան, մեր կյանքերը հանձնելու նրան եւ լցվելու նրա ցնծությունով։ Ուրեմն Աստծո փրկության ճիշտ ժամանակն է ընդունել Տեր Հիսուս Քրիստոսին, ապաշխարել եւ դարձի գալ։ Տերը թող օրհնի յուրաքանչյուրիս իր ներկայությամբ։ Ամեն։